շատ խոսվեց եկեղեցու հետ կապված իրադրության մասին։ Այո, փորձ են անում ներկայացնել, թե մենք պայքարում ենք եկեղեցու դեմ։ Իրականում մենք կանգնել ենք եկեղեցու սրբության սրբոցը նվիրապետությունը պաշտպանելու դիրքերում։ Մենք այսօր այլ բան չենք անում, քան եկեղեցու 356 թվականի Աշտիշատի ժողովով հաստատված նվիրապետությունը պաշտպանելն է։ Աշտիշատի ժողովում սահմանվեց, որ եկեղեցու վերնախավը պետք է լինի ուսակրոն։ Ինչու՞։ Առաջինը դավանաբանական հիմնավորումներով, որովհետև այդ դավանաբանական հիմնավորումներն են, որ եկեղեցու եւ Հիսուս Քրիստոսի եկեղեցու ծառաները ամենանվիրված եւ հավատարիմ ծառաները պետք է մոռանան անձնական կյանքի մասին, պետք է մոռանան ամուսնության մասին եւ պետք է ամուսնանան եկեղեցու հետ, պետք է անձնական կյանք ունենան եկեղեցու հետ, իրենց անձնական կյանքը պետք է պարփակված լինի Հիսուս Քրիստոսի ծառայության եւ ոչ որևէ այլ բանի մեջ։ Եվ այս նվիրապետության շնորհիվ է նաեւ, որ պետք է երաշխավորվեր եկեղեցու բարոյական, գաղափարախոսական եւ նյութական անվտանգություն այդ թվում, որովհետև այս որոշման տրամաբանության մեջ նաև այն էր, որ եկեղեցու ունեցվածքի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ժառանգական իրավունքներ չծագեն, որովհետև ամենայն հայոց կաթողիկոսը հայ առաքելական եկեղեցու գույքի տերն է երկրի վրա։ Եթե հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը ունի ժառանգներ, այստեղ անխուսափելիորեն ծագում է ժառանգական իրավունքը։ Կուսակրոնության, նվիրապետության ուխտը, նվիրապետությունը նաև նրա համար է սահմանվել, որ անձնավորված որոշումներ չլինեն եւ դրա եթե ես հատուկ կարդացի կուսակրոնության ուխտագիրը, որտեղ մարդը անձնական բոլոր բաներից, բոլոր այսպես արտոնություններից կամավոր զրկվում է։ Իսկ այսօր մենք հակառակ պատկերն ունենք։ Մոմի գործի բանը հազար ներողություն ես բառիս համար, մոմի գործի նայողը կաթողիկոսի աղբոր տղան է, կաթողիկոսի չէ, Կտրիչ Ներսիսյանի։ Ամենամեծ թեմի առաջնորդը Կտրիչ Ներսիսյանի եղբայրն է։ Այն մյուս թեմի առաջնորդը իր քրոջ որդին է։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից։ Եվ մենք ոչ թե եկեղեցու դեմ ենք պայքարում, մենք պայքարում ենք եկեղեցու արժեքների եւ նվիրապետության համար։ Եվ ես էլի եմ ասում, ես դրան այսօր եւ այս նվիրապետության կառուցվածքն է, որ կուսակրոն քահանաները ղեկավարում են եւ հոգեվոր եւ բարոյական գերիշխող դիրք ունեն ամուսնացյալ քահանաների նկատմամբ։ Բայց մարդիկ, որ չեն կարող մի ամիս առանց ինչպես կնոջ ապրել, իրանք ինչ իրավունքով են ղեկավարում ամուսնացյալ քահանաներին, ովքեր իրենց ուխտը չեն խախտել, ովքեր Աստծու առաջ եւ հանրության առաջ ազնիվ են եւ իրենց ծառայության մեջ առաքինի։ Ով է օրինակ Կտրիչ Ներսիսյանին իրավունք տվել հրահանգ տալ ամուսնացյալ քահանային։ Ոնց կարա կուսակրոնության ուխտը խախտած եւ չեմ ուզում ամբյոնից էլ այդ բառը պաշարը օգտագործել, ասենք Սամվել Առաքելյան կոչվող ոմը մեկը,
Ոնց կարա ամուսնացյալ քահանաներին Խաչատրյան ներողություն, Սամվել Խաչատրյան, ամուսնացյալ քահանաներին հրաման տա եւ նրանց նկատմամբ գերակա դիրք զբաղեցնի։ Ոնց կարա։ Դա անարգանք է բոլոր ամուսնացյալ քահանաների նկատմամբ։ Որտեւ ինչ ասես, որտեղ ասես անում են, մի հատ էլ գալիս են այդ բանի դիրքերից, որպես մարդիկ ովքեր ամուսնացած են եկեղեցու հետ, գալիս են բարոյական եւ ոչ միայն իրավական բան են կիրառում։ Իշխանություն են կիրառում այդ փաստի բերումով, հասկանում եք, այդ փաստի բերումով։ Մի հատ էլ ոնց կա կաթողիկ, ասում են կաթողիկոսի անձնական կյանքը։ Հասկանում եք։ Կաթողիկոսի անձնական կյանքը։ Մարդիկ, ով որ խոսում են այս իրավիճակի պաշտպանության մասին, նրանք քար առ քար քանդում են հայ առաքելական եկեղեցին, նրա նվիրապետությունը, նրա պատմությունը, նրա ավանդույթը, նրա արժեքը քանդում են, քանդել են, հիմա վերջին ավերակներն են ուզում տան, եւ մենք դա թույլ չենք տալու։ Ես ասում եմ ինքս որպես մարդ, ով ունի հոգեվոր զգացմունքներ։ Այսպիսի արտահայտություն միջամտություն եկեղեցու ներքին գործերին։ Հասկանում եք։ Սա ամեն ինչի մասին ասում է։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդները միջամտնում են եկեղեցու ներքին գործերին։ Ոնց կարա այդ հավատավոր մարդկանց եկեղեցին է։ Երբ որ իրանք դա պատկերացնում են որպես մի կլանի սեփականություն, այդ ժամանակ ոնց բանի մոմի գործը կտրիճի աղբորն է։ Այն բանի գործը, ասենք ենթադրենք, ով ձեռնադրվի, չձեռնադրվի, կաթողիկոսի բանի քրոջ որդին պետք է բանանի, ենթադրենք այն մյուս հարցը, այսինքն ինչ դուք պղծել եք եկեղեցին, եկեղեցին դարձրել եք մի հատ բան, ասենք ենթադրենք մի հատ սպայից ավելի լավ սպան հարգելի գործունեություն է, ավազակների տեղ եք սարքել, ինչպես Հիսուս Քրիստոսը ասում է նոր կտակարանում, հաջորդը այս նոր խոսույթը, այսինքն նոր չէ, հին խոսույթը, տենց անում են, որովհետև թուրքերն են տենց ուզել, տենց անում են, որովհետև ադրբեջանցին։ Այս մեր իրականության ամենախոշոր եւ ամենապրոբլեմատիկ կոմպլեքսն է։ Եկեք այդ խոսույթը այն ժամանակ էլ մենք էլ ենք տրվում այդ խոսույթ։ Լավ եկեք բանակի մասին չխոսենք, որովհետև դե թուրքերն ու ադրբեջանցիները լսում են։ Վայ դրա մասին դե դա գաղտնիք է։ Եկեք թուրքի ջրաղացին ջուր չլցնենք։ Եվ այլն եւ այլն։ Եվ այս մի հատ ուրիշ շատ կարևոր բան կա։ Ես երբ որ խոսում էի հայրենասիրության կայսերական մոդելի մասին, ես վերջերս մի հատ ուրիշ բան եմ հասկացել, որ մենք մեր աշխարհ ենք ալելու մեր սեփական զգայարանները եւ ֆորմուլաները, բանաձևերը զարգացնելու խնդիր ունենք։ Ես այս վերջերս թերևս ոչ հրապարակային մի հանդիպման ժամանակ ասացի հետեւյալը. մենք աշխարհը ընկալելու սեփական ֆորմուլաներ չունենք։ Եթե անկարծ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը եւ մի քանի այլ երկրներ որոշեն մի ամիս ոչ մի հայտարարություն չանեն, մենք կհայտնվենք մութ սենյակում մի վիճակում, ով գաղափար չունի ընդհանրապես, ես որտեղ է հանգել։ Եվ սա մեր արտապետականության կարևոր առանձնահատկությունն է, որ ներդրված է։ Չեք տեսնում ես ինչ են խոսում։ Ինչ խոսում են, իրանք խոսում են այն ամեն ինչը, ինչ որ դնում են այստեղ, որևէ մեկը Հայաստանում ծնված ընկալում չի։ Մի մասը, այսինքն ամբողջը արտաքին խոսույթներից ծաղկաքաղա, որը բերվում այս ամբիոն, եւ այս ամբիոնից մատուցվում է։ Եվ մենք պետք պարտավոր ենք առերեսվել այս խնդրի հետ։ Ընդդիմադիր պատգամավորն ասում, ասեք,
ինչ եք ուզում մեր ժողովրդից։ Ես կարող եմ ասել, ինչ եմ ուզում մեր ժողովրդից։ Ես ուզում եմ, որ մենք ճանաչենք աշխարհը։ Ես ասել եմ բազմիցս, ոչ մեկ չի ասել, հետո իմիջիայլոց ոչ մի լրագրող հարց չի տվել, ասել եմ երկրագունդը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր, ոչ մեկ չի ասում, այդ ինչ ասցիր, այդ ոնց ասցիր, ոչ մեկ չի ասում, էսա, որովհետև մենք աշխարհի ընկալման մեր սեփական բանաձևերը չունենք, սրանում է խնդրեմը, եւ աշխարհը շարունակում է մեզ համար մնալ անծանոթ վայր, եւ այդ է պատճառը, որ աշխարհի մեր ընկալումը այն է, որ աշխարհը մի հատ ծայրահեղ անարդար վայր է։ Իսկ կարող է պարզապես մենք չենք ճանաչում աշխարհը։ Մենք չգիտենք աշխարհը, չգիտենք այնտեղ ապրելու կանոնները։ Որովհետև եթե դու երթևեկության կանոնները չգիտես եւ անընդհատ վրաերթի ես ենթարկվում, այդ փողոցը քեզ համար ամենաանարդար վայրն է, դու չես հասկանում ինչ են քո վրայով անընդհատ մեքենա քշում։ Եվ ասում ես, այս ինչ անարդար տեղ եմ ես ընկել, Աստված, ուր ես նայում Աստված, ով երթևեկության անարդարություն, թող որ ես թքեմ քո բաց ճակատին, որովհետև դու չգիտես, որ դու հայտնվել ես մի տեղ, որտեղ որոշակի կանոններ կան, անցում կա, հոծգիծ կա, լուսացույց կա, եւ պետք է իմանալ այդ կանոնները վրաերթի չենթարկվելու համար։ Մենք ուզում ենք, որ մենք ճանաչենք աշխարհը։ Էլի երկու բան կար ասելու, բայց թերևս դրանց կանդրադառնամ իմ Facebook-յան էջում։ Որովհետև այդ անդրադարձերը չեմ կարծում, թե արժանի են ազգային ժողովի ամբիոնից հնչեցնելու։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործ